Շիրակի մարզպետ Դավիթ Հարուշանյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով մարզում գտնվող Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, ով Շիրակի մարզ էր այցելել Օրհն իրավունքների պաշտպանության առաջնագծում նախագծի շրջանակում։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախագծի մասնակից Արափի համայնքի բնակիչ Սուսաննա Փանոսյանը։ Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումը, կրթության հասանելիությունը, մատչելի միջավայրի ապահովումը և հանրային տրանսպորտից օգտվելու հնարավորությունները։ Մարզպետ Հարուշանյանը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությունը, նշելով, որ նման հանդիպումները նպաստում են բնակիչներին հուզող խնդիրների բարձրաձայնմանն ու դրանց լուծման ուղիների որոնմանը։ Հանդիպման ընթացքում Սուսաննա Փանոսյանը բարձրացրել է նաև Արափի բնակավայրի ներհամայնքային ճանապարհի անբարեկարգ վիճակին, երիտասարդների զբաղվածության հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր։ Գյուղի միջի կենտրոնական ճանապարհները, գյուղի հենց միջի ճանապարհները արտեսուբվենցիոն ծրագրերով համայնք ու կառավարություն համատեղ աշխատանքներ են տանում գյուղի միջի ճանապարհների հետ կապված։ Պետության զարգացման համար կարևոր են միջպետական ճանապարհները, առաջնային խնդիր լուծել, որտեղ ինքը նաև տնտեսության առաջնահերթայնության ճյուղերը ու կամաց արդեն մտնում ենք համայնքների հենց բնակավայրերի մեջը, բայց այդ ժամանակ է տևելու, որ մենք ամբողջությամբ ասֆալտապատ ճանապարհներ ունենանք։ Զբաղվածության, երիտասարդների զբաղվածության հետ կապված մենք առանձնահատուկ մոտեցում ունենք դպրոցների տարածքների հետ կապված, որ այդ դպրոցի տարածքները միայն դպրոցական ժամերի, դասերի ժամերի համար չեն, ու այդ տարածքները գյուղում երեխաների զբաղվածության համար է ու բոլոր տնօրեններին հանձնարարական կային կողմից տրված, որ եթե գյուղում որևէ խմբակ ուզենան բացել լինի, նկարչական լինի, երիտասարդական, արվեստի կամ սպորտի ինչ-որ ճյուղերով անպայման տարածք տրամադրենք մենք այդ խմբակներին, որ կարողանան տարածք ունենան դպրոցների մեջ դասաժամերից հետո բարի, երգի, սպորտի, որևիցե նկարչության, որևիցե ձևով երեխեք զբաղվածություն ունենան։ Ի պատասխան մարզպետը նշել է, որ ամենաբարդ իրավիճակներն այն դեպքերն են, երբ քաղաքացիների խնդիրների ամբողջական լուծումը հնարավոր չէ ապահովել, հատկապես երբ դրանք վերաբերում են կյանքի, առողջության կամ կենսական պայմաններին։ Մենք արդեն մի քանի ամիս է իրականացնում ենք Օրհն իրավունքների պաշտպանության առաջնագծում նախագիծը, որի նախաձեռնությունը իմն է, եւ ամբողջ գաղափարը կայանում է նրանում, որ մենք փորձում ենք համախմբել երիտասարդների, ովքեր ակտիվ են, պատասխանատվություն են փորձում ստանձնել իրենց միջավայրում առկա խնդիրները լուծելու ուղղությամբ եւ հետաքրքրված են մարդու իրավունքներին առնչվող տարատեսակ հարցերով։ Մեր ընտրած մասնակիցը Շիրակի մարզն է ներկայացնում, Արափի բնակավայրը, Սուսաննան Փանոսյան։ Ես ինքս որոշեցի Շիրակի մարզ կատարվելիք իմ աշխատանքային այցի շրջանակներում հենց իրեն ներգրավեմ։ Նախ սկսեմ նրանից, որ այն, որ Սուսաննան այս ամբողջ օրն ինձ հետ է անցկացնում եւ մինչ այդ էլ մենք իր իրավունքների հետ կապված հարցերով բազմիցս զբաղվել ենք, նշանակում է, որ նա եւ իր մայրիկը միայնակ չեն եւ այն, որ նման հնարավորություն ենք տալիս այդ թվում դառնալու կարևոր սոցիալական հաղորդագրության համար պատասխանատու եւ անձ, ով հետագայում իր նախաձեռնություններով հանդես կգա իրավունքների պաշտպանության հետ կապված տարբեր հարցերով, այո, սա ցույց է տալիս, որ մենք փորձում ենք մշակույթ փոխել եւ նաեւ հաղորդագրություն փոխանցել այն առումով, որ չի կարելի այս մարդկանց թողնել միայնակ, իրենք պետք է իմանան, որ իրենք մենակ չեն եւ բոլորս համատեղ ուժերով պետք է լուծենք մեր հասարակությունում առկա այն բազում խնդիրները, որոնք ոլորտի հետ կապված առկա են։ Ես Սուսաննան եմ, 17 տարեկան, Արափի գյուղից դպրոց գնացել եմ բավականին դժվարությամբ, մայրիկիս օգնությամբ, մարդու իրավունքների պաշտպանի կայքից եմ իմացել, գրանցվել եմ եւ ընտրվել, որ հետաքրքրված եմ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով եւ կցանկանամ մի օր անցկացնել մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության եւ հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ։ Գայանե Հովհաննիսյան, Խան Հովհաննիսյան, Հայկ Գաբրելյան, այսօր։